ուզում եի նաև խոսեին քաղաքային մշակույթից։ Քաղաքներ կան, որտեղ դու գնում ես, քաղաքը քեզ կլանում են, թելադրում է իր օրենքները, քաղաքը կարծես ոգի ունի։ Չգիտեմ այդ հարցը որքանով է այսօր տեղին Երևանի պարագայում, բայց այսօր Երևանը այդ ոգին ունի, եկողին ինքը դարձնում է երևանցի եւ ինչ մեթոդներով։ Իսկ թվում է Երևանը ֆանտաստիկ քաղաք է եւ այն սխալների հազարավոր, 10,000-ավոր սխալները մենք թույլ ենք տվել, Երևանը շարունակում է գերել ոչ միայն մեզ, այլև հյուրերին։ Այն դեպքում որ շատ, այսպես ասած, այն հիմնական բաղադրիչները որոշ տեղերում մարդկանց գերում, չգիտեմ, իտալական, ֆրանսիական փոքր քաղաքները, հին թաղամասը եւ այլն, մենք դրանք ոչ մեկը չենք պահպանել, բոլորը անխնա վայրակերպով վնասել ենք եւ վնասում ենք եւ վնասելու ենք։ Հյուսեն Պողոտան վնասել ենք, Ֆիրդուսին հիմա վնասում, Կոնդե շուտով վնասվելու եւ այլն, բայց Երևանը ունի իր էներգետիկան, կարծում եմ, որը որոշակի առումով պետք է ուղղորդվի, զարգացվի նաեւ, որը հիմա էլ օրինակ, չգիտեմ, Սարյան փողոցում հատուկ ուշադրություն է դարձնում, ինչու որտեղ իրանք սաղորդան գինի են խմում եւ այլն, բայց օրինակ հիմա կազմում տեղել օրինակ փոքր սխալներ են թույլ տրվում, որոնք օրինակ հիմա պիտի շտկվեն։ Կարծում եմ Երևան ունի այդ էներգետիկան, Երևանի սրճարանները եւ այլն եւ փոխվում էլ է նաեւ, այսինքն ես հիմա այտենց համատաբար երիտասարդ եմ, կարող եմ համարել միջին տարիքի, ես այն Երևանը, որ ես իմ երիտասարդական տարիներին կամ պատանեկան տարիներին վայելել եմ, հիմա Երևանը փոխվել է, բայց ես փորձում եմ այս Երևանն էլ հասկանալ, ինչպես կարելի է դրանից այսպես ասած սիրել այդ քաղաքը եւ կարծում եմ Երևան ունի այդ էներգետիկան, բայց նույնիսկ եմ ասում մենք շատ ավելի լավ քաղաք կարող ենք ունենալ, եթե բազմաթիվ սխալներ թույլ տված չլինեին